Ես որոշեցի այսօր աղոթքի խոսքը ես ներկայացնեմ, որովհետև ես որպես աղոթքի արդյունք եմ այստեղ կանգնած, նախ իմ շնորհակալությունն եմ ասում բոլոր նրանց, ովքեր աղոթել են, աղոթում են, բոլոր ձեր կարեկցանքների, ձեր պատվով, խոսքերի եւ վարմունքի համար, բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ ձևով, ինչ-որ չափով արտահայտել են իրենց հարգանքը, պատիվը Կողոս են եղել։ Ուզում պատմեմ մի դեպք, որը պատմված է շատ անգամ, շատերի համար չգիտեմ որերորդը կլինի, մեր աղաջան եղբորը լավ գիտեք, աղաջան եղբոր կինը, Վեներա Քույրիկը, որ մի ընթացք, որ Հայաստանում էին, շատ հիվանդ էր, տարիներով հիվանդ էր եւ ուրեմն հաջորդ օրը որ պիտի վիրահատություն լիներ, այդ գիշերը իր մայրը կողքին որպես խնամող նստած դանթել էր, աթոռը նստած քնել էր։ Եվ երազում տեսել էր մի հատ մարդ մոտենում ասում է դու էլ ես մտածում։ Քո աղջկա համար 107 մարդ աղոթում են։ Ես ինչ ասեմ, որ իմ համար ոչ մի աղոթող չկա։ Ժողովուրդ, Աստված աղոթողներին հաշվում է։ Ես երազ չեմ տեսել, բայց իրականում հավատում եմ, որ աղոթողներ են եղել եւ ես հաշիվը չգիտեմ, բայց Աստված գիտի։ Պետք լինի Աստված անուններով էլ կասի։ Եվ ես հավատում եմ, որ ձեր հատուցումը Աստծո ճոխության չափով դուք կստանաք։ Աստված շատ օրհնի ձեզ։ Եվ ես ասեցի, որ Աստված ինքն է ներկայացնում աղոթքը, ուրեմն նշանակում է այդ աղոթքը կարևոր է եւ զորավոր։ Մի էլի պատմություն հիշեցնեմ։ Մեր Լյովա եղբոր աղբերը, փոքր աղբերը, Վահրամը։ Վահրամի կինը մի ընթացք էլի հիվանդ էր, այդ ժամանակ իրանք Մոսկվայում էին։ Ինքը կլինիկական մահ էր ապրել, մարմնից դուրս էր եկել։ Եվ տեսել էր, արդեն ինքը ոչ թե մի ձայն ասել էր, տեսել էր, թե Սևանի եկեղեցին, որտեղ իրանք Սևանից էին գնացել, թե Մոսկվայի եկեղեցին, որ այդ երկու եկեղեցին իր համար աղոթում են։ Եվ Աստված ասել էր, իմ ժողովրդի աղոթքին ես պիտի պատասխանեմ, եւ իրան հետ էր ուղարկել։ Նենց որ աղոթքը զորավոր բան է, աղոթքը կարևոր բան է։ Պետք է աղոթել միմյանց համար, պետք է աղոթել ընդհանրապես ոչ թե միայն միմյանց, բոլոր երևույթների մեջ աղոթքի կարիք կա։ Դա էլ գրված է իշխանավորների համար էլ, բոլոր մարդկանց համար էլ պետք է աղոթել։ Բայց մանավանդ քո հարազատների համար, եկեղեցու հաջողության օրհնության համար։ Աստված շատ օրհնի ձեզ, շնորհակալ եմ։ Մի երկու բան եմ ուզում ասեմ։ Նախ եղբայրներին մի հատ խորհրդի կարգով բան ասեմ։ Դե ամեն հարցում կնոջը լսել չարժի, որտեղ Ադամը կնոջը լսեց, որ մենք այսօր նգանք։ Այո, Աստված ասեց, որ դու քո կնոջը լսեցիր, դրա համար եւ այլն։ Բայց այս հիվանդանոց եթալու հարցում արժի լսել կնոջը։ Պաստորեն ես չգիտեի, այնտեղ բանից պարզվեց, որ դե բժիշկը նույնիսկ այս բառերն ասեց, բալգարկից պիտի շնորհակալություն հայտնես, որ առիթ եղավ, որ իմ սիրտը ստուգվեր, որտեղ կինս միշտ ասում էր, սիրտը պետք է ստուգել, ինքը որ ճնշումս չափում էր, առիթմյան ինքը լսում էր, ասում էր պետք է ստուգել, ասում էի չէ, ես առողջ եմ, ոչ մի բան չկա եւ այլն։ Բանից պարզումը հասել էի ինֆարկտի եզրին։ Եվ քանի որ կնոջս չլսեցի, Աստված այս ձևով ինձ տարավ ստուգման։ Եվ ավելի լավ էր հիվանդությանը չթողել մոտենա, քան թե մտնել հիվանդության մեջ նոր բժշկվել։ Նենց որ ես չեմ հիվանդացել, բայց փառք Աստծուն, որ մինչև հիվանդանալը կանխվեց հիվանդությունը, կանխվեց ինֆարկտը։ Շնորհակալ եմ Աստծուն։ Իմ կնոջ համար էլ, բոլոր կանանց համար, իրանց ամուսինների համար, որ տենց լավ օգնական են, բոլոր մայրերի համար եւ այլն։ Մի խորհուրդ էլ տամ ձեզ ժողովուրդ։ Խնդրանք, ավելի շատ խնդրանք։ Այն սերը, այն պատիվը հարգանքը, որ իմ համար ցուցաբերեցիք, կառաջարկեմ նույն ձևով ձեր սերն ու հարգանքը ցուցաբերեք բոլոր եղբայր քույրերի համար։
առանց աչառության։ Իսկական եկեղեցին էդ է, որ աչառություն չանի, այլ սիրով լցված լինի բոլորի նկատմամբ, նույնիսկ դրսինների նկատմամբ էլ։ Կառաջարկեմ այդ ուղղությամբ մտածեք։ Շնորհակալ եմ, որ իմ նկատմամբ ցուցաբերել եք։ Շատ կուզեմ, որ այս սերը բոլորի վրա տարածվի, բոլորի համար։ Բոլորը տեսնեն ձեր սերը, Հիսուսն ասեց, դրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Միայն սերն է ապացույցը։ Աստծո օրհնությունը ձեզ, ուրեմն իմացեք, աղոթքը շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ձեր աղոթքի շնորհիվ կամ